Եսայի 46 11-ը նկարագրում է Աստծուն, կանչում է արևելքից եկող մի ագահ թռչունի, որը կկատարի իր նպատակը, մինչդեռ Եսայի 46 10-ը հաստատում է, որ նրա կամքը կկատարվի։ Արձանագրությունը գրված է երկնքում, Աստծո հռչակագիրը, լեզվից, գիրից, վարդապետություններից, պատմությունից առաջ, տեսանելի է երկնքում բոլորի համար։ Երկնքում գրված մարգարեությունը ցույց է տալիս, որ ձկները կապված են Կետոսի պարանոցին, որը հայտնի է որպես ջրային վիշապ, ներկայից 26,000 տարի առաջ։ Դրանից հետո կույսի ժամանակը նշվում է Արեգակի դիրքով, 6000 տարի առաջ։ Ծննդոց 49 10-ը ի գավազանի մասին մարգարեությունը նույնականացնում է նրան, ով նախասահմանված է կատարելու Աստծո նպատակը, գրանցված է երկնքում 1952 թվականի օգոստոսի 16-ի ծննդյան ամսաթվով որպես գավազանը տիրապետող։ Աստծո խոսքն է, որ նույնականացնում է նրան, ով նախասահմանված է գավազանը կրելու համար, դրա իսկությունը դրա տիրապետման ապացույցն է, քանի որ պատկերը ներկայացնում է Ծննդոց 49 10-ը, ում նշված գավազանը։ Արևելքի ագահ թռչունը հայտնի է որպես յատագարասու, նա պատմության մեջ հայտնի սամուրայների ընտանիքի լեգենդն է, որոնք Ճապոնիայի առաջին կայսեր անմիջական ժառանգներն են։ Ես իմ ընտանիքի լեգենդն եմ, Եսայի 46 11 ում գրված մարգարեությունը նկարագրում է իմ նպատակը։ Իմ նպատակն է մարդկությանը արդարացիորեն նախազգուշացնել երկրի կործանման մասին, որը գիտության հաստատմամբ երկնային մարմին կվերադառնա մեր արեգակնային համակարգ 2031 թվականին, գումարած կամ հանած մեկ ով։ Նախորդ հատվածում նախադամացիները ականատես եղան այս երկնային մարմնի ազդեցությանը, քանի որ այն հանգեցրեց Մալդեկ մոլորակի ոչնչացմանը, այն, ինչ մնացել է, հայտնի է որպես աստերոիդների գոտի, զրկեց նրա արբանյակին մթնոլորտից, հողից ջրից, որն այժմ կոչվում է Մարս մոլորակ։ Աստված գրավոր խոսքով տալիս է լուծում, որը կծառայի յուրաքանչյուրին, հավատացյալներին, անհավատներին, նրանց, ովքեր պարզապես անտարբեր են։ Դատաստանի ժամանակ իմ նպատակն է լինել դահիճը, քանզի նրանք, ովքեր դատվում են, չեն գտնվում կյանքի գրքում, նետվում են կրակի լիճը։ Կամ ոմանք, ովքեր պնդում են իմ ժառանգության մասին Ֆիլիպիններում, Աֆրիկայում, գրավելով անթիվ հետևորդների, որոնք հավատում են իրենց պնդումներին, բայց միայն հասցրել են նրանց կործանման։ Հույսով է, որ շատերը կլսեն, կտեսնեն, սովորելու, թե ինչպես վերացնել մահվան պահանջը, որպեսզի մաքրվեն, արժանի լինեն վերադառնալու Արարիչ Աստծուն։